Այսպես կոչված Ղարաբաղյան կլանի ամենավառ ներկայացուցիչներից մեկը Ռոբերտ Քոչարյանը, ով իր տեխնացությունն է առաջադրել վարչապետի պաշտոնում հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում, արդեն երկար տարիներ գտնվում է հասարակական եւ քաղաքական լարված քննարկումների կենտրոնում։ Օրագիր նյուսը շրջել է մայրաքաղաքի փողոցներում, պարզելու քաղաքացիների կարծիքը Քոչարյանի վերաբերյալ։ Ռոբերտ Քոչարյանը ժամանակին ավերեց Հայաստանը, տնտեսությունը զրոյացրեց, ահագին բացվեց իր ժամանակը, փակվեց, լենթերը կտրեց ու Այսօր չտեսանք։ Հերիք չի այդ մարդը թող գնա отставка էլի։ Ինչ ա ուզում է ժողովրդից։ Այս ժողովրդին է խափում, ես պիտի Ղարաբաղի հետ բերեմ, նորից գնան կռվեն։ Մարդը վարեց իր 10 տարի Հայաստանը, տեսար ինչ արիր։ Ղարաբաղին հանեց այդ ինչ են ասում։ Պայմը բաների ընթացքից կորցրեց։ Ինչ արին։ Շատերի համար այլևս գաղտնիք չէ, որ իր կառավարման տարիներին Ռոբերտ Քոչարյանը միլիարդեր է կուտակել ոչ միայն Ադրբեջանի օկուպացված տարածքները կողոպտելով ու թալանելով, այլև Հայաստանի հաշվին։ Ընդհանրապես, այդ մարդը չի կարող հասկանալ, որ ինքը վնաս է բերում Հայաստանին եւ ընդհանրապես բոլորին։ Թող գնա ինչ որ գողացել է, հապշտակել է միլիոններով, չգիտես ինչ աներով գնա իր Գերդաստանով ապրի։ Մի պրեզիդենտ լսել եք, որ թորները գնա ուրիշ երկրում։ Ծնդավերի, սխալ եմ ասում, խայտարակ բան ա ուղղակի, ամուտ եմ ասել, որ մենք տենց պրեզիդենտ ենք ունեցել։ Հերիք չի կուտակել Գերդաստանը, ծորերը, թորերը, որ ուտեն, ինքն է գնացել թորներին իրան է բերում։ Հետո մեծ է խոսում։ Այսօր էլ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է մնալ հասարակական խորը բաժանումների խորհրդանիշ։ Քաղաքացիները նախկին նախագահին մեղադրում են Հայաստանի վրա հասած աղետների եւ ծանր կորուստների համար, հիշեցնելով նրա վարած օկուպացիոն եւ թշնամական քաղաքականությունը։ Նրանց գնահատմամբ այդ ծանր հետևանքները մինչ օրս շարունակում են իրենց ազդեցությունը թողնել Հայաստանի վրա։